Շատ բարի, դա եթեների պարագայում, իսկ այս ընթացքի տրամաբանությամբ, եթե դիտարկենք, ամերիկյան ներկայությունը, որ արտահայտվելու է տրիփի հայ-ամերիկյան համաձայնագրով, փոխում է անվտանգային միջավայրը։ Միջավայրի փոփոխություն բնականաբար տեղի է ունենում, հատկապես որ Միացյալ Նահանգները նման ներկայություն չի արտահայտել, կա արտահայտված համատեղ հայտարարություն, որը որոշակի ուղղությամբ նաև դետալային որոշակի ուղղություններ տալիս է, թե ինչպես է փոխգործակցությունը կայանալու փոխադարձ պարտավորություններից միջև մասնաբաժին այն կոնսորցիումի, որը պետքա կառուցվի։ Բայց բնականաբար փաստաթղթում չի երևում եւ ինչ որ տեսանկյունից միգուցե չի կարող երևալ այն հնարավոր քաղաքական կամ աշխարհակահաղական ուղենիշները, որը Միացյալ Նահանգները ունի նաև այս պրոյեկտի հետ կապված, որովհետև սա ասել, որ միայն բացառապես տնտեսական հարթակ է կամ տնտեսական հնարավորություն է, բնականաբար այդպես չէ, ես նույն վարչակազմերի փոփոխությունն եմ պատահական չեմ ասում, որովհետև կան վարչակազմեր, որոնք Իրանի նկատմամբ ունեն շատ կոշտ դիրքորոշում, ինչպիսին օրինակ Տրամփն է, եւ կարող է պոտենցիալ լինել վարչակազմեր, որոնց մոտեցումները արտահայտեն առավելագույնը փափուկ ուժի ներգործության միջոցով, եւ մենք չգիտենք ստեղ այս ստեղծված իրավիճակ ինչ է բերելու։ Մի հանգամանք էլ կա, որը միգուցե այսօր քննարկման բան չէ, բայց որպես գործոն ես կուզենայի նաև ավելացնել, մենք չգիտենք սրա հնարավորությունը ինչ է բերելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ մի թեմա կա, որը շատ զգայուն է, երկաթուղու մասը։ Սրա մասը հիմա կգանք դրան, դա շատ կարևոր է։ Միջ այդ ես ուզում եմ երկրորդ նախագահի ռեպլիկին անդրադառնալ, որը պարզ եւ բաց ասեց, որ թրիփը սպառնալիք է Հայաստանի անվտանգային համակարգի համար։ Տեսեք, ասել, որ սա միանշանակ սպառնալիք է եւ բացառապես Հայաստանը ներքաշում է միայն երրորդ երկրների դիմակայության դաշտում, դա ամբողջական իմ համար, իմ տեսանկյունից պատասխան չի լինի։ Տրիփը կարող է լինել հնարավորություն այն պարագայում, եթե մի շարք այլ գործոններ շատ ավելի հանրային դառնան եւ կուլիսներից վերադառնան հրապարակային դաշտ։ Մի օրինակ բերեմ։ Օրինակ, երբ որ դու process-ում կարողանաս առաջ մղել փոխադարձության սկզբունքը, նույն շարժերին Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմով, նույն Ադրբեջանի տարածքով հասկանալու համար այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է իր տարածքով, արդյոք դա տարածվում է Նախիջևան ինքնավար մարզի եւ Ադրբեջանի տարածքով միջին Հայաստան կամ Ռուսաստան փոխադարձ բեռնափոխադրումների մասով։ Երկրորդը, եթե տեսնենք, որ սրա հիմքում այդ թվում միգուցե Միացյալ Նահանգների ճնշմամբ Ադրբեջանը գնում է դելիմիտացիայի, բայց գնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որի պայմաններում ադրբեջանցիների զորքերը դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության մեծ թվով ուղղություններով, որտեղ հիմա կա մխրճվածություն։ Այս սա արտահայտվում է նաև գեների ռազմագերիների հայրենադարձման մասով։ Այսինքն, եթե սա զուգահեռ իր հետ բերում է դաշտ, բարենպաստ դաշտ, ապա կարելի է սա քննարկել փոխըմբռնման որևէ հնարավորությունների պայմաններում։ Բայց ես այս դաշտում միջազգային հարաբերությունները այնպիսին են, որ ամեն ինչ չէ, որ միանգամից քեզ մղում է գնալու եւ վերջնական եզրականություններ անելու, այնպես որ շատ բան կախված է պետությունից, կառավարությունից այդ ժամանակվա, թե ով եղած հնարավորությունների պայմաններում ինչ է կարողանում կատարել։ Ռոբերտ Քոչյանի կարծիքը կարելի է ռուսական կարծիք համարել նաեւ։ Գիտեք, Ռոբերտ Քոչյանը ներկայացնում է խորհրդան ներկայացված ընդդիմադիր ուժերից մեկը եւ հատկապես այս ընտրական շրջափուլում ես չեմ ուզում արտահայտել մոտեցումներ, որոնք կարող են հնարավորություն տալ այս թեման որևէ ձևով շարժման դաշտ բերելու։ Ռուսները նաեւ ընտրություններով են հետաքրքրված։ Ես դա նկատի չունեմ, նկատի ունեմ, որ չեմ ուզում արտահայտել մտքեր, որոնք կարող դառնան ընդդիմադիր դաշտում որոշակի շահարկման կամ ոչ փոխըմբռնելու հանգամանք եւ դրա համար ես զերծ կմնամ մեկնաբանությունից։ Ընդունելի է։ Այդ դեպքում ասեք, ռուսները ինչու են ուզում միանալ տրիփին։ Ես կարծում եմ Ռուսաստանը լիովին բոլոր շերտերով հասկանում է եւ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում այս տարածաշրջանում։ Մի կողմից Ռուսաստանը ունի հնարավորություն այս պրոյեկտի մի մասը կազմելու, այլ բան է, թե մյուս մասնակիցները ցանկանում են դա, թե չեն ցանկանում։ Իմ տպավորությամբ չեն ցանկանում, եւ դրա մասին թեև կառավարության ղեկավարը մի քանի առիթով հայտարարել են, որ Ռուսաստանին առաջարկել են երկաթուղիների մասով որոշակի համագործակցության արդիականացման դաշտ բերել, հետագայում
Թուրքիա եւ Ադրբեջանը հնարավոր շարժը իրականացնելու մասով, բայց նաեւ կա հստակ արտահայտություն թրիպի հետ կապված, որ այդ երկաթուղու այդ հատվածը Ռուսաստանի հետ որևէ կապ չի ապահովելու։ Իմ կարծիքով դաշտը այնպիսի հնարավորություն է անենց կետի է գալու հասնելու, որի պայմաններում Ռուսաստանը սրան մասնակցելու հնարավորություն կամ չի ունենալու կամ առաջարկը, որը գլոբալ առումով հնչելու է, նրան ձեռնտու չի լինելու, որովհետև Միացյալ Նահանգների խնդիրը, երբ որ մենք նույնիսկ բացառապես տնտեսական մասով ենք քննարկում, սա Ռուսաստանին որևէ ձևով շրջանցելու, Ռուսաստանին նաև Հայաստանի դուրս մղելու կամ առնվազն ազդեցությունը էականորեն նվազեցնելու ուղղված քայլ է, որովհետև հայտնի է նաև թե տնտեսական հարաբերություններն ու ֆինանսական ներարկումները ինչքանով կապ ունեն, հատկապես փոքր երկրների վրա ներգործությունը նաև քաղաքական դարձնելու տեսանկյունից, այնպես որ ես քիչ հավանական եմ տեսնում, որ այստեղ այդ համագործակցությունը շատ առարկական է դառնա։ Այսինքն Ռուսաստանը կարող է հրաժարվել հայկական երկաթուղին վերականգնելու։ Դա մեզ շատ է պետք, ասեմ։ Ստեղծվի իրավիճակ, որի պայմաններում փաստացի նման ելք լինեն։ Ահա։ Դե դա կոնֆլիկտ է նաև ենթադրում։ Միջպետական արդեն։ Դե 22-ը շատ ավելի արտահայտված 22 թիվը, 22 թվից հաջորդած ժամանակահատվածում, երբ որ Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունները շատ ավելի սրվեցին, եւ նաեւ այստեղ փոխադարձության հանգաման կա, անունարդարության պետք է ասել, որ միայն Հայաստանից չէր հնչում նմանատիպ հայտարարություններ, Ռուսաստանում էլ որոշ գործիչներ կամ փորձագետներ նաև տարբեր իրավիճակներում, շատ դեպքերում նույնիսկ մեր հետ առանձնապես մեծ կապ չունեցող իրավիճակներում նաև հայտարարություններ են հնչեցնում, որը հասարակության մոտ բավականին բացական հետևանքներ էր ունենում եւ դառնում էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որևէ կոնֆլիկտի դրսևորում։ Հիմա այս իրավիճակում պետք է հասկանալ այդ պահին նաև իշխանությունից է կախված, թե նա ինչպես է բալանսավորում կամ առհասարակ խնդիր դրել է բալանսավորելու տարբեր դերակատարների տնտեսական կամ քաղաքական ներկայությունը մեր երկրում։ Իմ տպավորությամբ բալանսավորման խնդիր Հայաստանի այս կառավարությունը չի դրել եւ հավանականությունը շատ ավելին է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը շատ ավելի կսրվի, քան թե ավելի շատ փոխգործակցության դաշտ կստեղծվի։ Ռուսական որևէ պայմանագիր չեղարկված չէ։ Անկամ տարիների խորքից եկող այն իրավունքները, որոնք Ռուսաստանը այդ պայմանագրով ունի եւ Հայաստանի Հանրապետությունում, ոչինչ չեղարկված չէ։ Ինչի մասին է խոսքը։ Նոյեմբերի 9-ին կար երակոմ հայտարարություն Հայաստան-Ռուսաստան Ադրբեջան Դե մենք ունենանք լրիվ կոմունիկացիան արքայ։ Իմ ասացի պատասխանը նաեւ որոշակիորեն ձեր ասածն է ենթադրում, այսինքն մենք տեսել ենք, որ եղել է փաստաթուղթ եւ այդ փաստաթղթի ստորագրման պայմաններում մի քանի տարվա մեջ միանգամից իրավիճակ է փոխվել։ Իհարկե այս թեմա որ զարգանանք, մի քիչ ուրիշ տեղեր է գնանք, իսկ թեմա կշեղվենք, բայց հիմա ոչ միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում է, այդպես տարբեր երկրներ երկկողմ կամ բազմակողմ համագործակցության ֆորմատներ են ունենում եւ միշտ չէ որ դրանք կամ էֆեկտիվ են ելնում կամ աշխատում են։ Հակառակ ինչ է անելու այս ընտրությունը։ Քաղաքական առումով, այսինքն դրա շահները ընտրությունների process-ը հաշվառելով, հանրապետականը մեկ քննարկում արել է մոտ 2 շաբաթ առաջ։ Կարող եմ ասել շատ ծավալուն ու անկեղծ քննարկում է եղել, բայց որոշում այս պայդրությամբ չունենք եւ միակ որոշումը որ կա շարունակել իրավիճակի արկա ներսի եւ դրսի իրողությունների պայմաններում հասկանալ թե ստեղծված իրադրության մեջ որն է ճիշտ ճանապարհը մասնակցել թե չմասնակցել բնականաբար քանի այս որոշումը չկա նաեւ ֆորմատային որևէ քննարկում թե մասնակցության պարագայում ինչ ձևով պետք է շարժվել եթե ձեզ հրավեր լինի միավորման ամեն օր այդ հայտարարությունները հնչում են ընդդիմությունը հաջողություն կունենա լայնածավալ կոնսոլիդացիայի շնորհիվ Գիտեք, լայն կոնսոլիդացիայի երկու ճանապարհ է, որ ըստ էության հանրային քաղաքական դիսկուրսում կա։ Առաջինը որևէ խմբավորման, ընդդիմադիր խմբավորման մեջ լինելը, մյուսը, որը տարբեր փուլերում առաջ է քաշվել, ընդհանուր մեկ ճակատով ընդդիմության մասնակցության մասն, բայց գիտեք, շատ հաճախ նույնիսկ այն գործիչները եւ ուժերը, որոնք հայտարարում են այդ պատրաստակամության մասին, դա ավելի շատ հնչում է ցույց տալու պատրաստակամությունը միասնական ջանքերի գործադրման, այլ
դրա մասին, այլ ոչ այնքան իրական առարկայական դաշտում նստելու, խոսելու եւ սկզբունքներ համաձայնեցնելու մասով։ Իհարկե ես տեսնում եմ շատ մեծ հնարավորություն ընդդիմադիր դաշտում առնվազն սկզբունքներ համաձայնեցնելու եւ որոշակի ուղղություններով փոխգործակցությամբ զբաղվելու մասով։ Բայց կա մի առանձնահատկություն, որը հանրապետականների քննարկման առանցքում է, գործել այնպիսի որոշումների պայմաններում, որտեղ ոչ թե արտահայտված կլինի նեղկուսակցական կամ անձնային մոտեցումը, այլ դա աշխատի նպաստ հասարակության եւ գլխավոր մոտեցումը դրա շուրջ է ծավալվում եւ քննարկումը դրա շուրջ է, թե ոնց կշարժվենք, որը կլինի ելքը։ Նոր ձևով, նոր ուժ եք համարում։ Մեր ձևով ներողություն։ Ըստ էության, այո, նոր ձևով միավոր է, որը եթե չեմ սխալվում, այս բան դեռևս չունի գրանցում որպես կուսակցություն, բայց ակնհայտորեն նոր ուժ է, որը փորձում է դաշտում դիրքավորումը ապահովել իր առաջնահերթությունը շրջանակներում։ Ձեզ հակառակորդ համարում եք, չեք համարում։ Գիտեք, եթե թեման քննարկում ենք ընտրությունների համատեքստում, բնականաբար մրցակցությունը ինքնին որոշակիորեն ճակատ ստեղծում է դիրքավորման տեսանկյունից։ Մյուս կողմից այդ ուժում ներգրաված են անձինք, որոնք տարբեր ընդդիմադիր շարժումների, պրոցեսների ժամանակ ակտիվ դիրքորոշում են ունեցել, ակտիվ մասնակցություն են ունեցել եւ իրենց մոտեցումները ծառայեցրել են իշխանության փոփոխության այլ ընդհանուր օրակարգին, որը եղել է փողոցային պայքարում կամ այլ քաղաքական պրոցեսներում, այսինքն մարդիկ են, որոնց հետ կարելի է նստել, խոսել, ինչ-որ բաներ, սկզբունքներ կամ կարմիր գծեր համաձայնեցնել եւ այլն։ Բայց մնացած հարցը, եթե խոսքը վերաբերում է ընտրական հնարավոր մոտեցումներին, ապա մենք քանի հանրապետական իրամասով որոշում չի կայացել, ըստ այդմ շատ ավելի լայն կոնտեքստում այս թեման իր համար քննարկման առարկա չի դարձրել։ Եվ վերջինը կխնդրեի շատ կարճ։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունում առավելությունում կողմն է։ Քաղաքական հաշվարկի մասին ենք խոսում, քաղաքական process-ի մասին։ Ես կարծում եմ, Եթե ընդունում ենք, որ սա զուտ քաղաքական մթնոլորտ է, ձևավորում։ Ակնհայտորեն եկեղեցու դեմ իշխանության արշավը ես համարում եմ քաղաքական գործողություն եւ քաղաքական միջոցառում եւ այն հոգեվորականները, որոնք այս պահին գտնվում են բանտում, ես համարում եմ նրանց խղճի բանտարկյալներ, բայց ես կարծում եմ, որ հասարակությունը իր վերաբերմունքով դա ակտիվ լինի, թե пассив կեցվածքի ձևով կլինի, ըստ էության այս process-ում իր սատարումը հայտնել է հայ առաքելական եկեղեցին եւ նաեւ դրանով պայմանավորված, որ դեռևս հունիս-հուլիս ամիսներին իշխանության ակտիվ ձևավորված հարձակումները, որոնք ըստ ինձ պետք է բլիցկրիգի հետևանք ունենային, տեղի չունեցան եւ թեման որքան ձգվում է, այնքան ի հայտ է բերում հասարակության մեծամասնության մեծ շերտերի անվերապահ աջակցություն